Գիրք Ղևտացոց գլուխ 25 Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ Սինա սարումն ասելով. Խոսիր Իսրայելի որդկանց հետ եւ ասիր նրանց. Երբ որ այն երկիրը մտնեք, որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկիրը հանգստության շաբաթ պահե Եհովայի համար։ 6 տարի քո արտը վարես, եւ քո այգին 6 տարի հոտես, եւ նրա արդյունքը ժողովես։ Բայց 7-րդ տարին երկրի համար հանգստության շաբաթ, այսինքն Եհովայի համար շաբաթ լինի։ Քո արտը պիտի չվարես, եւ քո այգին չհոտես։ Քո հունձքի ինքնեկը պիտի չհնձես, եւ քո չհոտած այգու խաղողները չժողովես։ Հանգստության տարի լինի այն երկրի համար։ Եվ երկրի շաբաթը ձեզ համար կերակուր լինի, քեզ համար եւ քո ծառայի համար, եւ քո աղախնի համար, եւ քո վարձկանի համար, եւ քեզ մոտ պանդախտացող օտարականի համար, եւ քո անասունների եւ քո երկրի մեջ եղած կենդանիների համար կերակուր լինի նրա բոլոր արդյունքը։ Եվ դու քեզ համար տարիների 7 շաբաթ համարես, այսինքն 7 անգամ 7 տարի։ Եվ տարիների 7 շաբաթների ժամանակը 49 տարի պիտի լինեն քեզ համար։ Եվ փողի ձայն հնչեցնես 7-րդ ամսվա 10-ին։ Քավության օրը ձեր բոլոր երկրումը հնչեցնեք փողը։ Եվ 50-րդ տարին սրբեք, եւ երկրի վրա նրա բոլոր բնակիչների համար ազատություն հրատարակեցեք։ Սա ձեզ համար հոբելյան լինի, եւ ձեզանից ամեն մեկն իր ստացվածքին դառնա, եւ ձեզանից ամեն մեկն իր ազգատոհմին դառնա։ Այս 50-րդ տարին հոբելյան տարի լինի ձեզ համար։ Ոչ ցանեք, ոչ էլ իքնեք բուսածը հոտեք, եւ ձեր չհոտածիցը չժողովեք, որովհետեւ հոբելյան է, նա ձեզ համար սուրբ լինի, արտիցը նրա արդյունքը ուտեք։ Այս հոբելյան տարին ձեզանից ամեն մեկը իր ստացվածքին դառնա, եւ եթե քո դրացուն մի բան ծախելու լինես, կամ քո դրացու ձեռքիցը ծախու առնելու լինես, ձեզանից մեկն իր ընկերին անիրավություն չանե։ Հոբելյանից հետո եղած տարիների հաշիվովը ծախու առնես քո դրացուցը, արդյունքի տարիների հաշիվովը պիտի ծախե քեզ վրա։ Տարիների շատության համեմատ պիտի ավելացնես նրա գինը, եւ տարիների քիչության համեմատ պիտի պակասեցնես նրա գինը, որովհետեւ նա արդյունքի հաշիվովն է ծախում քեզ վրա։ Եվ իրար անիրավություն չանեք, եւ քո Աստվածանից պիտի վախես, որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Եվ իմ կանոններն անեք, եւ իմ դատաստանները պահեք, եւ անեք նրանց, եւ այն երկրի մեջ ապահովությամբ կբնակվեք։ Եվ երկիրն իր արդյունքը կտա, եւ մինչև ձեր կշտանալը կուտեք, եւ նրա մեջ ապահովությամբ կբնակվեք։ Եվ եթե ասեք, թե 7-րդ տարին ինչ կուտենք, ահա պիտի չվարենք, եւ մեր արդյունքները պիտի չժողովենք։ Սակայն ես կհրամայեմ իմ օրհնությանը ձեզ համար 6-րդ տարին, եւ 3 տարվա արդյունք կտա։ Եվ 8-րդ տարին վար կանեք, եւ հին արդյունքիցը կուտեք մինչև 9-րդ տարին, մինչև նրա արդյունքի հասնելը հինիցը կուտեք։ Եվ երկիրը պիտի չծախվի մշտենջենապես, որովհետև երկիրը իմն է, եւ դուք ինձ մոտ պանդուխտներ եւ հյուրեր եք, եւ ձեր կալվածքի բոլոր երկրումը փրկանք պիտի տաք երկրի համար։ Եթե քո եղբայրն աղքատանա եւ իր ստացվածքիցը ծախե եւ նրա մոտիկ ազգականը նրա մոտ գա, նա իր եղբոր ծախածը փրկե։ Եվ եթե մի մարդ փրկող չունի եւ իր ձեռքը չէ հասնում, որ նրան փրկե, այն ժամանակ իր ծախելուցը հաշիվ անե տարիները, եւ ավելորդը ետ տա այն մարդին, որի վրա ծախել էր, եւ դարձյալ իր ստացվածքը լինի։ Բայց եթե ձեռքը չհասնե նրան ետ տալու, այն ժամանակ իր ծախած բանը ծախու առնողի ձեռին մնա, մինչև հոբելյան տարին, եւ հոբելյանումը դուրս գա, եւ իր ստացվածքը դառնա։ Եվ եթե մեկը պարսպավոր քաղաքի մեջ մի բնակվելու տուն ծախե, նրան ծախելուցը մինչև մի կատարյալ տարի լինի նրա փրկելը։ Նրա փրկելը 1 տարվա մեջ լինի։ Եվ եթե այն բոլոր տարվա լրանալումը նա չփրկվի, այն ժամանակ պարսպաքաղաքումն եղած տունը միշտ ծախու առնողինը պիտի մնա իր ազգերի մեջ։ Հոբելյան տարումը պիտի ետ չդառնա,
Բայց շուրջը պարսպավոր չեղած գյուղաքաղաքների տները երկրի արտերի պես պիտի համարվեն։ Նրանց համար փրկվել լինի, եւ հոբելյան տարին պիտի ետ դառնան։ Իսկ ղևտացիների քաղաքների մեջ իրանց կալվածքի քաղաքների տները ղևտացիները միշտ կարող լինին փրկել։ Եվ եթե մեկը ղևտացիներից ծախու առնելու լինի, այն ժամանակ ծախված տունը իր կալվածքը եղող քաղաքի մեջ հոբելյան տարին պիտի ետ դառնա, որովհետև Իսրայելի որդկանց մեջ ղևտացիների քաղաքների տներն իրանց կալվածքն են։ Բայց իրանց քաղաքների անդերի արտերը պիտի չծախվին, որովհետև նրանց հավիտենական կալվածքն է այն։ Եվ եթե քո եղբայրը աղքատանա, եւ նրա ձեռքը քեզ մոտ տկարանա, նրան պիտի օգնես իբրև օտարական եւ պանդուխտ, որ քեզ մոտ ապրի։ Վաշխ եւ տոկոսիկ չառնես նրանից, այլ վախես քո Աստվածանից, որ եղբայրդ քեզ մոտ ապրի։ Փողդ վաշխով պիտի չտաս նրան, եւ կերակուրդ տոկոսիկով չտաս։ Ես եմ Եհովան, ձեր Աստվածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի, Քանանի երկիրը ձեզ տալու համար, եւ ձեզ Աստված լինելու համար։ Եվ եթե եղբայրդ քեզ մոտ աղքատանա եւ իրան ծախե քեզ վրա, նրան չծառայեցնես ծառայի ծառայությունով։ Վարձկանի կամ պանդուխտի պես լինի նա քեզ մոտ, մինչև հոբելյան տարին ծառայե քեզ։ Եվ հետո քո մոտիցը դուրս գա, ինքն եւ իր որդիքն իր հետ, եւ իր ազգատոհմի մոտ ետ դառնա, եւ իր հայրերի կալվածքի մոտ ետ դառնա, որովհետև նրանք իմ ծառաներն են, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի, նրանք ծառայի ծախվելու պես չծախվին։ Խստությամբ չիշխես նրա վրա, այլ քո Աստվածանից վախես։ Եվ քո ծառան եւ աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղած ազգերիցը լինեն։ Ծառա եւ աղախին նրանցից ծախու առեք։ Նաեւ ձեզ մոտ բնակվող օտարականների զավակներից, նրանցից ծախու առեք եւ ձեզ մոտ եղող նրանց ընտանիքներիցը, որ ձեր երկրումը ծնված են, եւ ձեր ստացվածքը լինեն, եւ ձեզանից հետո ձեր որդկան ժառանգության ստացվածք լինելու համար թողեք նրանց, եւ միշտ գործածեցեք իբրև ձեր ծառաները, բայց ձեր եղբարց Իսրայելի որդիների մասին իրար վրա խստությամբ պիտի չիշխեք։ Եվ եթե քեզ մոտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանա, բայց նրա մոտ եկող քո եղբայրը աղքատանա, եւ իրան ծախելու լինի քեզ մոտ պանդխտացող օտարականի կամ այն օտարականի ընտանյաց մեկ ազգականի վրա, նրա ծախվելուց հետո նա կարող է փրկվել։ Իր եղբայրներիցը մեկը փրկե նրան։ Նրա հորեղբայրը կամ հորեղբորորդին փրկե նրան, կամ իր ազգատոհմի մեջ իր մոտիկ ազգականներից մեկը փրկե նրան, կամ եթե նրա ձեռքը հասնե, թող ինքն իրան փրկե։ Եվ հաշիվ անե իրան ծախու առնողի հետ, նրա վրա ծախված տարուցը մինչև հոբելյան տարին, եւ իրան փրկվելու փողը տարիների հաշիվովը լինի։ Նրա ժամանակը վարձկանի ժամանակի պես հաշվվի։ Եթե տակավին շատ տարի կա, նրանց համեմատ իրան ծախված գնիցն իր փրկանքը տա։ Եվ եթե քիչ տարի է մնացել մինչև հոբելյան տարին, նրա հետ հաշիվ անե, եւ իր տարիների համեմատ իր փրկանքը տա։ Տարեկան վարձկանի պես պիտի համարվի նրա մոտ։ Խստությամբ չիշխե նրա վրա քո առաջին։ Եվ եթե այս կերպերով չփրկվի, հոբելյան տարումն դուրս գա ինքը եւ իր որդիքը իր հետ, որովհետև Իսրայելի որդիքը իմ ծառաներն են, Եգիպտոսի երկրիցն իմ հանած ծառաներն են նրանք։ Ես եմ Եհովան, ձեր Աստվածը։